անդրադառնալով այդ եկեղեցուն թիրախավորելուն եւ եկեղեցու նկատմամբ ոչ պարտքեշ արտահայտություններին, մենք բոլորս հիշում էինք, որ ինքը ինչպես իր բառերով ասեմ, քերագնոջ թոմբող եպիսկոպոս չէ, այդպես արտահայտվեց, մենք տեսանք, որ իրականում իրանք ինքան ցածր էին, որ նույնիսկ կեղծ տեսանյութեր էին հրապարակել, որը բազմաթիվ միջազգային փորձաքննություններով արդեն ապացուցվեց եւ արդյունքում նույնիսկ բարոյականություն չունեցան, որ ներողություն խնդրեին այդ արտահայտությունների համար։ Բայց իրականում օրինակ ինձ պատմեցին աշնակցիները, որ այդ դեպքը տեղի է ունեցել, բայց ոչ թե տեղի ունեցել եկեղեցու սպասավորների օգտին, այլ նրա զինվորների, սապեյանների կողմից։ Այդ քերագնոջ պատմությունը իրականություն եղել է Աշնակ գյուղում, դա ըստ աշնակցիների եւ կապվում է Նիկոլի շատ սիրելի Թալիլի համայնքապետի եւ նրա հորեղբոր հետ։ Այսինքն ինքը երբ որ վերցրել է այսպես ԱԱՑ-ի դոսիեները եւ այդ դոսիեների մեջից փնտրել է ամենապիղծերին, ինքը գտել է նաեւ այդ պատմությունը եւ երևի հենց ինքն էլ է դրանից ցնցվել, որոշեց կապել մեր Արշակ Սրբազանի հետ։